Հարգարժան պարոն Ռուբինյան, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, նախ փոքր անդրադարձ այն հարցին, որ մեր Տիկին Կյուրեղյանը եթե չգնա, իր խոսքից կուզենայի մեջբերում անել, որ հայտարարեցիք, որ Գյումրիում հաղթեցինք, եւ այլն, ուզում եմ հասկանամ ով հաղթեց, ասենք, եթե Մայր Հայաստանը նկատի ունեք 6% ունեցավ, եթե Վարդան Ղուկասյանը 20%, եթե Մարտուն Գրիգորյանը 16%, ով հաղթեց, էլի ուզում եմ հասկանամ հաղթող, բայց մի քաղաքական ուժ, որ 36% հավաքել, բնականաբար դա է հաղթե, չէ։ Համարենք, որ մենք դեմոկրատիան այդքան չենք կարևորում, ավելի պարզ ենք նայում, ասում ենք, ով շատ ձայն ունի, նա պետք է կառավարություն ձևավորի կամ տիմում կարողանա իշխանություն ձևավորել, չէ՞, ու կարելի է այդ օրենքը փոխել, որովհետև իրականության մեջ դեմոկրատական որևէ երկրում չի կարող 60-70% որևէ քաղաքական միավոր ձայն ունենալ։ Տրամաբանական է, որ չի կարող ունենալ։ Եվ քանի որ կոալիցիոն հարաբերությունները կայացած չեն մեր երկրում, երևի ավելի ճիշտ կլինի, որ քաղաքական ուժը, որ շատ ձայն է հավաքել, նա էլ ձևավորի իշխանություն։ Պետք է գնալ դա իմ կարծիքով։ Այդ իմաստով ուզում եմ ասեմ չի հաղթել։ Այլ է Վանաձորի դեպքը, որ դուք նշում եք, այո, այդտեղ ձեր ասածն է։ Այս իմաստով կուզենամ, որպեսզի Վանաձորում էլ 50% ճշմարտախոս լինենք, շատ ավելի հեշտ կլինի եւ շատ ավելի մեր օբյեկտիվությունը քաղաքացին կգնահատի։ Այդ նույն ոչ օբյեկտիվ վերաբերմունքը ձևավորվում է ոչ օբյեկտիվ Խնդրում վերականգնեք Ընդունեցի Տիկին Կյուրեղյան, դուք ճիշտ առաջարկ եք արել, մենք առաջիկայում անդրադառնանք այդ առաջարկին։ Հիմա այս նույն կեղծիքը տարածվում է մյուս ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանության հետ կապված։ Լավ, քաղաքացիները բոլորը տեսել են, Հայաստանի Հանրապետություն տեսել է, որ օրինական իշխանությանը բռնի փոխել եք, ծափարել եք, ուրախացել եք եւ 10 օր հետո Եվլախում հանձնվել եք։ Որտեղ է այդտեղ իշխանության մեղքը էր, ուզում եմ պարզ բայց քաղաքացին Հայաստանի Հանրապետության քաղաքացին սա տեսնում եւ լսում է եւ հասկանում է, որ չի կարելի դες կեղծիքների գնալ։ Կամ ցեղասպանության ուրացման մասին բազմիցս իշխանության ամենաբարձր մակարդակով ասվել է, որ որևէ մեկը չի կարող Հայաստանի Հանրապետություն ցեղասպանություն ունենալ, որովհետեւ քրեորեն դատապարտելի արարք է դա։ Դա մոռաց ոչ ոք չի կարող մոռանալ։ Բայց եթե դուք ուզում եք ծայրահեղ քայլեր անեք, այնքան որ կարողանաք քաղաքական այս իրավիճակը վիժեցնեք ի վնաս Հայաստանի Հանրապետության, չի հաջողվելու դա, որովհետև գործող իշխանությունը հստակ քաղաքական գիծ ունի։ Ես այն ինչ որ պետք է ասել, ցավոք սրտի չեմ կարող ասել, զուտ այն պատճառը, որ ստիպված պետք է մենք կեղծիքները մեկնաբանենք։ Իմ խնդիրները գյուղական բնակավայրերի վերաբերյալ Քանի որ արդեն ուշել ժամանակը լրացավ, մեկ ուրիշ անգամ, շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։